Մատթեոս 15 վեճ նախնիների ավանդության շուրջ։ Այն ժամանակ Հիսուսին մոտեցան փարիսեցիներ ու օրենսգետներ, որոնք Երուսաղեմից էին և ասացին. «Ինչու քո աշակերտները նախնիների ավանդությունը զանց են անում, քանի որ երբ հաց են ուտում, ձեռքները չեն լվանում»։ Նա պատասխան տվեց և ասաց նրանց. «Իսկ դուք ինչու զանց եք անում Աստծու պատվիրանը, ձեր ավանդության պատճառով, քանի որ Աստված ասաց. մեծարիր քո հորը և մորը, և ով վատաբանում է հորը կամ մորը, մահվամբ պիտի պատժվի։ Իսկ դուք ասում եք. ով իր հորը կամ մորը ասի, թե այն, ինչ ինձնից օգտվելու ես, Աստծուն ընծա է, այլևս չի մեծարի իր հորը կամ իր մորը, ուրեմն Աստծու խոսքը արհամարհում եք ձեր ավանդության պատճառով։ Կեղծավորներ, Եսային լավ է մարգարեացել ձեր վրա և ասել. «Այս ժողովուրդը շրթունքներով է ինձ մեծարում, բայց իրենց սիրտը հեռացած բաժանված է ինձնից. զուր են ինձ պաշտում, մարդկանց կողմից պատվիրված վարդապետություններ են ուսուցանում»։ Եվ Հիսուս իր մոտ կանչելով ժողովրդին ասաց. «Լսեցեք և իմացեք, ոչ թե ինչ որ բերանով է մտնում, այն է պղծում մարդուն, այլ ինչ որ ելնում է բերանից, այն է պղծում մարդուն»։ Այն ժամանակ նրա աշակերտները մոտեցան և ասացին նրան. «Գիտես, որ փարիսեցիները, երբ այդ խոսքը լսեցին, գայթակղվեցին»։ Նա պատասխանեց նրանց և ասաց. «Ամեն տունկ, որ իմ երկնավոր Հայրը չի տնկել, արմատախիլ պիտի արվի։ Թողեք նրանց, կույրեր են, կույրերի առաջնորդ, երբ կույրն է առաջնորդում կույրին, սխալվում է, և երկուսն էլ փոստ են ընկնում»։ Պետրոսը պատասխան տվեց նրան և ասաց. «Այս առակը բացատրիր մեզ»։ Հիսուս ասաց. «Դեռևս դուք էլ անհասկացող եք, չեք իմանում, թե ամեն ինչ, որ բերան է մտնում, որովայն է գնում և դուրս է ելնում, իսկ ինչ ելնում է բերանից, սրտից է գալիս, և այն է մարդուն պղծում, քանի որ սրտից է, որ ելնում են չար խորհուրդներ, սպանություններ, շնություններ, պոռնկություններ, գողություններ, սուտ վկայություններ, հայհոյանքներ։ Այս բոլորն են, որ պղծում են մարդուն, իսկ անլվա ձեռքերով ուտելը մարդուն չի պղծում»։ Քանանացի կնոջ հավատը։ Հիսուս այդտեղից ելնելով գնաց Տյուրոսի և Սիդոնի կողմերը։ Եվ ահա, այդ շրջաններից եկած քանանացի մի կին աղաղակում էր ու ասում. «Ողորմիր ինձ, Տեր Դավիթի որդի, աղջիկս չարաչար դիվահարվում է»։ Բայց նա նրան պատասխան չտվեց և նրա աշակերտները մոտենալով աղաչում էին նրան ու ասում. «Արձակիր նրան, որովհետև մեր հետևից աղաղակում է»։ Նա պատասխան տվեց և ասաց. «Այլ տեղ չեմ ուղարկված, եթե ոչ Իսրայելի տան կորուսյալ ոչխարների մոտ»։ Իսկ կինը մոտենալով երկրպագում էր նրան ու ասում. «Տե՛ր, օգնիր ինձ»։ Նա պատասխանեց նրան և ասաց. «Լավ չէ մանուկների հացն առնել ու շներին գցել»։ Եվ նա ասաց. «Այո Տեր, որովհետև շներն էլ կերակրվում են իրենց տիրոջ սեղանից ընկած փշրանքներով»։ Այն ժամանակ նրան պատասխանեց և ասաց. «Ով կին, մեծ է քո հավատը, թող քեզ լինի, ինչպես որ կամենում ես»։ Եվ նրա դուստրը նույն ժամին բժշկվեց։ Եվ Հիսուս մեկնելով այդտեղից եկավ Գալիլեայի ծովեզերքը և լեռը բարձրանալով նստեց այնտեղ։ Նրան մոտեցավ բազում ժողովուրդ։ Նրանց մեջ կային կաղեր,
կույրեր, համրեր, հաշմուածներ և ուրիշ շատեր։ Սրանց բերին գցեցին նրա ոտքերի առջև, և նա նրանց բժշկեց, այնպես որ ժողովուրդը զարմանում էր տեսնելով, որ համրերը խոսում են, կաղերը քայլում, հաշմանդամները բժշկվում, կույրերը տեսնում և փառք էին տալիս Իսրայելի Աստծուն։ Հացի երկրորդ բազմացումը։ Եվ Հիսուս իր մոտ կանչելով աշակերտներին ասաց. «Խղճում եմ այս ժողովրդին, որովհետև ահա 3 օր է, որ ինձ մոտ են և բան չունեն, որ ուտեն, և նրանց չեմ կամենում սոված արձակել, գուցե ճանապարհին ուժասպառ լինեն»։ Աշակերտները նրան ասացին. «Իսկ այժմ այս ամայության մեջ որտեղի՞ց է մեզ այնչափ հաց, այսքան ժողովուրդ կշտացնելու համար»։ Եվ Հիսուս նրանց ասաց. «Քանի՞ նկանակ ունեք»։ Եվ նրանք ասացին. 7 և մի քանի ձուկ։ Եվ նա հրամայեց ժողովրդին, որ նստեն գետնի վրա։ Եվ վերցնելով 7 նկանակն ու ձկները, գոհություն հայտնեց Աստծուն և կտրեց ու տվեց աշակերտներին։ Եվ նրանք էլ ժողովրդին։ Բոլորը կերան ու հագեցան, և 7 լիքը զամբյուղ կտորտանքների մնացորդներ վերցրին։ Եվ նրանք, որ կերան, մոտ 4000 հոգի էին, չհաշված կանանց ու երեխաներին։ Երբ նա ժողովրդի բազմությունը արձակեց, նավակ բարձրացավ ու եկավ Մագդաղայի սահմանները։